Ձմերուկ ենք վաճառում փոքր միջին տեսակի մանրա, մեկ էլ Ստելա վարունգն է, որը կոչվում է վարունգ։ Ստելա 100 դրամ ենք ասում, շատ դժվարությամբ է վաճառվում։ Վերավաճառողները գալում տանում են, որ վաճառում են, ասենք, գյուղերում, ռայոններում։ 100 դրամ ենք ասում, նազուտուզով շատ դժվարությամբ է վաճառվում։ Ինչի շատ են, գտնում են թանկա, թե ինչ։ Երևի դրանց հարմար չի, էժան առնեն թանկ վաճառեն, ավելի լավ է, քան թե թանկ առնեն, թանկ վաճառեն։ Չնայած միջին գինը, նորմալ վարունգան, ընտիր վարունգա, ուրիշ տենց։ Իսկ տեղյակ եք Երևանում կամ մյուս քաղաքներում ինչքանով են վաճառում վերավաճառողները խանութներում։ Ասես քաղաք չեմ գնում, չեմ էլ հետաքրքրվում, բայց մոտ էշմյատում ես նկատել եմ, որ մի 10 օր առաջ պամիդորը ստեղ 100 դրամ են խանութում 220 դրամ, 250 դրամ են վաճառում, նույնը վարունգը, 50 դրամ վարունգներ, 150 դրամ վաճառում են, կարտոշկեն առնում են 100 դրամով, վաճառում են 200 դրամով կուրս։ Իսկ այս տարի բերքը լավ է, գոհ եք դուք։ Գոհին ոչինչ, մի քիչ նորմալ է, բայց դե շատ է, թունաքիմիկատները շատ թանկ է, ահավոր թանկ է, եթե էլ չբուժես Քոնա 3 օրը 4 օրը մի անգամ պետք է բուժվի, որ ասենք քոլը առողջ մնա, հիվանդություն չբռնի տերևներին, էլի։ Իսկ շատ եք չարչարվում մինչև Ոչ է չարչար, առանց չարչարելու բան կլինի։ Չարչարանք շատ է։ Չարչարում ես բանը, շատ ժամանակ չարչարում ես անարցուն։ Դրա համար էլ սենց է, կարտուշկե Սպասելի եկամուտը չեք ստանում ձեր չարչարանքից։ Եկամուտ այդ աստիճանի չի, ասենք հազիվսեց գոյություն պաշտպանելով, որ ասես տենց շատ ոնց որ խանութատերինը չէ, բայց նորմալ էլ է տենց կարում ես մի ձևի բանը գոյություն պաշտպանես, որ ասես լիարժեք 100%-անոց չէ քուլս։ Պետության աջակցությունը տեսնում եք գյուղացում։ Ոչ մի բան մենք չենք ստանում, պետության աջակցություն։ Մասնավորապես կարող է մեծ ֆերմերները պետությունը հովանավորի կամ ասենք գումար տա բանանի, բայց մենք չէ։ Չեք դիմել որևէ մեկին էկոնոմիկայի նախարարին։ Ինչ նախարար, գյուղատնտեսության նախարարը չկա, փոխեցին հանեցին սա, դրեցին մի օգուտ դրեն, քանի կազմակերպում, քանի բան, ո՞ս կլինի։ Հիմա գյուղատնտեսության նախարար կա, հետաքրքրում ենք, որ գյուղի ինչ ցանեն կամ մարզպետարաններ պետք է, ասենք, աջակցեն, խոսեին, խորհրդակցեն, իսկ մի այդպես բան գոյություն չունի։ Մենակ նստած տեղը ասում են այդ ամեն ինչը։ Այսինքն գտնում եք, որ գյուղատնտեսության նախարարությունը ծառայում էր։ Իհարկե գյուղատնտեսության նախարարը հետևողական է լինում գյուղատնտեսական ապրանքներին ոնց է ինչ կա։ Իսկ հիմա 5 նախարարություն միացել մի հատ նախարար են տվել, այն մեկը ոնց հասնի այդ բոլորը անի։ Չի փոխարինում էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության նախարարությանը։ Օրինակ մեզ չէ բանը մի կարող մեծ ֆերմերներին, որ ասենք մեծ հողեր են, կարող իրանց հետ խորհրդակցել, ասենք հարցը դիմում են կարող, բայց մեզ մոտ չէ փոքր։ Իսկ վարկեր են, գյուղատնտեսական վարկեր են տրամադրվում, չեք օգտվում այդ վարկերից։ Ոչ քուրս։ Տեղյակ եք։ Տեղյակ եք, ով որ վերցրել է, ահա որ հիմա սա երևի գյուղի 80%-ը մեծ վարկեր է, եւ Աբրանքը վերես 50 դրամ, օրինակ մի շաբաթ առաջ ես վաճառել եմ 50 դրամ այս վարունգը։ Ասենք եթե ունենայի մարկա վերցել, ասենք ջերմոցա պատրաստել, ջերմոցա սարքի։ Այդ մարդը ասում է, այն օրը մոդիկ մարդ ասում է 4 միլիոն վարգեն վեկալ է 100 դրամով կամ 50 դրամով ինչ պիտի վարգեմ, ասում ամսական վարգերը չի լինում։ Իսկ դուք ռուսական շուկա կամ այլ երկրներ արտահանում եք ձեզ։ Մեծ ֆերմերն է, մեր ասենք փոքր տեսամ, ֆերմերը չէ, փոքր բանը որ մշակում ենք մեր հողամասերը, մենք չենք կարող հանենք դուրս։ Դա մեծ սպայկանը, որը քոչարանին է, որ այն մեկը որ կարող հանեն, բայց մենք ինչ պիտի հանենք, ես ասա խոսքի 1000 մետր տնամերս եմ մշակում եմ, ես դա ինչ բան անեմ։